Զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, այստեղ եք աջակցում եք ձեր ընկերոջը, գործընկերոջը, ինչպես նշվում են, բոլոր ԿՊԱ-կանների կողմից, բայց մենք տեսնում ենք, որ ընտրություններում որոշակի լարվածություն կա նաև ԿՊԱ-կանների մոտ, կարծես թե, այսպես ասենք, լիարժեք վստահ չեն իրենց հաղթանակի մեջ, ինչպես դա նշում են։ Ճիշտ ասած, ես լիարժեք վստահ եմ եւ այո, եկել եմ այստեղ իմ ընկերոջը, քաղաքական ընկերոջը, ազնական ընկերոջը, իմ քաղաքական թիմի անդամին պարոն Մեխակյանին զորակցելու, աջակցելու համար, ըստ էության, եւ ես վստահ եմ հաղթանակին։ Ես չեմ կասկածում, որովհետեւ նախ ինքը շատ արժանի մարդ է, արժանի մարդու որդի է եւ այս քաղաքում, ես խոշորացված վաղաշաբաթ խոշորացած համայնքում սիրված մարդ է։ Ինչն է խնդիրը հաղթանակի, երբ մարդիկ գիտեն, որ ինքը անելու է ամեն ինչ քաղաքի զարգացման համար։ Չեմ կարծում, որտեղ ինչ-որ կասկածելու բան կա։ Շանսերը, բայց ինչպես եք գնահատում, պարոն Գրիգորյան, ձեր թեկնածուի, բոլոր թեկնածուները ասում են, որ 50+ են հավաքելու, բայց ուզում ենք հասկանալ։ Բոլորն ու Արգիշտի Մեխակյանը տարբեր են։ Արգիշտի Մեխակյանը միանշանակ մեծամասնություն է։ Ինչու՞մն է կայանում ձեր վստահությունը, որովհետև այդ նույն վստահությունը դուք ունեիք նաև Գյումրիի ընտրություններում, Փարաքարի ընտրություններում, բայց Փարաքարում Տեսեք, դուք ինձ Փարաքարում էլ հարցազրույցից նալիս չեք վերցրել, Գյումրիում էլ չեք վերցրել, եւ ես նման հայտարարություն չեմ արել, բայց հիմա այստեղ ես իմ ներքին համոզմունքն եմ ասում։ Հիմա ես ասում եմ պարոն Մեխակյանի աշխատանքը տեսնելով, պարոն Մեխակյանին ճանաչելով, պարոն Մեխակյանի մարդկային բարձր արժեքներն իմանալով, ես կարծում եմ եւ իմ մեջ համոզված եմ, որ հաղթելու է ինքը բացարձակ մեծամասնությամբ։ Դուք ձեզ թիմից դուրս եք դնում։ Եթե Գյումրիում ձեր թիմակիցները ասում էին կամ Փարաքարում, որ բացարձակ հաղթանակ են տանելու, հիմա դուք ինձնից հարցազրույց չեք։ Տեսեք, մարդը ասում այն, ինչ որ ինքը ունի ներքին համոզմունք։ Հիմա դուք ներքին համոզմունք եթե մի բան ունեք, դա ասելու եք եւ պնդելու եք։ Եվ հիմա ես ասում եմ, այն ինչ որ ներքին համոզմունք ունեմ, որ պարոն Մեխակյանը միանշանակ բացարձակ մեծամասնություն է լինելու։ Հիմա թե իմ համոզմունքներն էլ ես բացատրեցի ինչից է բխում եւ ըստ այդմ չեմ կարծում որտեղ վիճելու խնդիր կա, որտեղ ամեն մարդ իր ներքին համոզմունքն ունի։ Նայեք, Արգիշտի Մեխակյանի մասին դրականորեն են խոսում, բայց նաև այսպիսի կարծիք է հնչում, որ եթե ինքը ՔՊ-ով չառաջադրվեր, շատ ավելի շատ ձայներ կտաներ։ Ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով է առաջադրվել եւ վստահ եմ, որ ինքը դրա համար հպարտ է։ Շնորհակալ եմ։